մի բանը երևի նույնն է, որ հասկանում ենք, այս իշխանությունը չէ։ Պարոն Քոչարյան, քանի որ ազգային ժողովի նիստերը սկսեց ձեր քաղաքական ուժը Տիգրանաշենից էր հարցադրումներ անում, եթե Փաշինյանը այնպես ստացի, որ Տիգրանաշենը տա, որովհետև դուք ասիք երաշխավոր եք, որ չեք տալու, չհնչեցել այդ երաշխիքը։ Եթե տա, որ ձեր գործողությունները ո՞րն է լինելու, ինչ եք դուք անելու, փողոց եք գեներացնելու, որոնք են ձեր քայլերը։ Տեսեք, շատ ճիշտ եք նկատել մեր այդ պնդումներին, ամեն հարցին Տիգրանաշենի հետ կապված ոչ մի հստակ պատասխան չէր տրվում, ըստ երևույթին չեմ բացառել, որ սահմանազատում կոչված գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել Տիգրանաշենը եւ իմիջիայլոց նույն սահմանազատման հետ կապված ժամանակին մենք օրինակ խոսում ենք նաեւ այս հարցը բարձրացնում ենք ինչ սկզբունքով է որոշում որ հատվածից սկսել մենք իրանցի հետ կապված ասում ենք այդ ոնց է որոշվել որ հենց իրանցից պետք է սկսվի իմ առաջարկը օրինակ քանի անգամ Արադ Միրզոյանի Նիկոլ Փաշինյանի եղել է այն որ մենք հողի վրա չանենք գործողությունները, քարտեզի վրա պայմանավորվածությունները լինի, մենք ընդհանուր դեմ չենք սահմանազատման գաղափարին, բայց քարտեզի վրա պայմանավորվածությունները ամբողջ գծի երկայնքով ունենանք, հետո նոր հողի վրա հայելային անենք, այսինքն եթե մեր պահանջն է, որ իրենք մեր սուվերեն տարածքից պետքա դուրս գան, Ջերմուկի մասում, Գեղարքունիքի մարզում, ներքին հանդ մի խոսքով այն տեղերը, որտեղ իրանք առաջ են, որ մենք կոպիտ ասած գցված չմնանք։ Մենք դուրս չգանք այն տեղերից, որտեղից իրանք են ուզում, իսկ իրանք այնտեղից դուրս չգան։ Իսկ մենք տեսնում ենք, որ իրանք բոլոր այդ տեղում ամրաշինական աշխատանքներ են անում ու այսպես մեղմ ասած չեն պատրաստվում դուրս գալ։ Բայց այս բոլոր հարցադրումները պատասխան չեն ունեցել, մի անգամ Նիկոլ Փաշինյանը այս իմ հարցադրմանը ասես Կիկոսի մանուկ դարձնում։ Իսկ ավորացնաշենը դրա եթե մյուս ձեր հարցը վերաբերում էր ինչ ենք անելու Տիգրանաշենի մասով, այս բան ես պատրաստ չեմ այդ հարցին հստակ պատասխանել, բայց միանշանակ գործողություններ հետևելու են։ Պարոն Քոչարյան, իշխանությունը նկատում է, ասում է բարեկրթություն է սահմանած, ձեր սրտով չի, խառնում եք իրար, որ էլի ծեծ, կռիվ, հալմաղալ լինի ազգային ժողովում եւ փորձում եք ուժեղ Հայաստանին ու ԿՊ-ին հանել իրար դեմ, ամբիոնից է հնչել։ Դուք մասնավորապես ձեզ դիմելով ասում եք բական падգամավոր, ասում է Լևոն Քոչարյան։ Դուք ինչպես կմեկնաբանեք ամեն դեպքում փորձեցի ոնց կար փոխանցել։ Չգիտեմ ինչ, չգիտեմ կոնկրետ որ իմ գործողությունները նկատի ունենալով ասել ձեր նշած падգամավորը, բայց չկա նման բան, իմիջիայլոց նաև այստեղ եղել է Ռուբինյանը ասի բան մեր համաձայնեցված բարեկրթության մենք ոչ մի բանի չենք համաձայնվել, մենք ասել ենք բարեկիրթը դա մարդու տեսակն է, դաստիարակությունն է, անկախ ամեն ինչից, նաև արժեկանոնակարգի, падգամավորի էթիկայի մնացածի մի մասն է, բայց հենց ես եմ այս հարցը բարձրացրել, որ բարեկրթությունը միայն այս դահլիճով չի սահմանափակվում։ Միջալոց այսօր իրենք էլ են խոսում դահլիճից դուրս ֆեյսբուքյան գրառումների մասին, բայց առաջին ես եմ ասում, եթե մի մարդ ամենալեկտի ձևով, ամենավերջին ձևով նույն ֆեյսբուքում խոսում է մեզնից, ընդդիմադիրներից, հետո գանք այստեղ, այսինքն սենց այսպես իբր ոչինչ չի եղել։ Դրա համար չեմ կարծում, իսկ թվում է ինչ որ այսպես մի դրուկ կա, որ փորձեցին անել, չեմ կարծում, ճանաչելով իրենց, հետո ուրիշ կողմից էլ է ասեմ, տեսեք ովքեր են հիմա նստած նախագահության մեջ, Արամ Վարդովանյանին հանած քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Բոլորը այն մարդիկ են, ովքեր անցած խորհրդարանում աչքի են ընկել կոպիտ, որոշ դեպքերում լկտի, սխալ պահվածքով ու իրենք հիմա հայտնվել են վերևը։ Հիմա այն նորերը, որ եկել են քաղաքացիական պայմանագրում, իրենք ինչ պիտի տեսնեն, պիտի ասեն, եթե դու այսպեսին ես լինում, հետո կարող ես հայտնվել վերև, այսպես առաջընթաց ունենալ, վերելք ունենալ ու սա ինչ մեսիջ է տալիս էլի, դրա համար դա կեղծ է, այդ իրենց բարեկրթության առաջարկն էլ է կեղծ ու մնացած այսպես հուպուշ խոսույթը կեղծ է։ Եվ Հակոբյանը ձեր հայոյելն էր մեջ բերում, որպես վատ օրինակ նախկին նման նման բան եղել է, որի համար ես շատ վատ եմ զգում, ներողություն եմ խնդրում դրա համար, որ եղել է, բայց ամեն դեպքում դա ամբիոնից չի եղել, ուրիշ իրավիճակում է եղել ու ես չգիտեի, որ այդ ամեն ինչը տեսա ձայնագրվում է։ Այսինքն նիստը արդեն ավարտել է եղել։ Չէ, նորմալ չի, բնականաբար այսպես ասեմ, այն ինչ ես ասել եմ, այսինքն ի պատասխան այդ մեղադրանքին, բնականաբար ես դա նկատի ունեմ, բայց այստեղ դրա վայրը չի ու ես չգիտեմ դուք այդ ժամանակ այստեղ եք թե չէ, որ դուրս եկա ու տեսնում ներողություն էի խնդրում, որովհետև անհարմար բան էր ստացել ու նաև դրա համար հետո իմ հիշելով ովքեր այդ բանը եղել են մոտակայքում կանայք քաղաքացիական պայմանագրի падգամավորները, հետո ում տեսել ներողություն եմ խնդրել նաև այսինքն այստեղ Իսկ Հակոբյանին չեք տեսել փաստորեն այդ ընթացքում։ Փաստորեն չեմ տեսել կամ չեմ նկատել, որ ինքը բայց ինչ է քաղաքական պատասխանատու
պատասխանատվություն չհաջորդեց ձեր այդ արարքին, պարոն Քոչարյան։ Նարեկ ջան, անկեղծ ինչքան էլ տեսնավ սխալ համարեմ, դա չեմ կարծում, որ դա այն հարցն էր, որը պետքա, եթե խոսքը գնում է մանդատ, վայր դինել բան, չեմ կարծում, որ դա այդքան էր։ Բայց օրինակ իշխանության Որի համար այդ պատասխանատվությունը պետք է։ դրսևորեց մանդատը վերցրեց։ Մի տարբերա չէ։ Ես Մեր հայերը շատ էին, ձերը մեկը։ այստեղ ինձ թվում է մի քիչ տարբեր է, այդ լրագրողի հետ կապված էր մնացածների համար։ Լավ, պարոն Քոչարյան, կներեք, դուք աշխատանքը ո՞նց եք պատկերացնում, օրինակ կառավարությունը հիմա ծրագիր է բերելու, վարչապետն է գալու, նախկին գումարման խորհրդարանում լարված էր անցնում ձեր հարց ու պատասխանը, հիմա ձեռնպահ եք մնալու, թե մասնակցելու եք այդ ձևաչափով քննարկումներին, թե իմաստ չեք Տեսեք, տեսնում։ կառավարության ծրագրին բնականաբար մասնակցելու ենք, փորձելու ենք ակտիվ լինել, մեր դիտողությունները, մեր նկատառումները ներկայացնենք մեր ժողովրդին։ Մենք ճիշտ է գտնվում ենք այս դահլիճում, այս խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է, մեծ մասով։ Նույնիսկ եթե շատ ժամանակ արձագանքում ենք, նույն ես արձագանքում եմ ԿՊ-ի որևէ падգամավորի ինչ որ սուտ ասացին կամ որևէ ասացին, ես այդքան իրան չեմ արձագանքում, ինչքան ուզում եմ, որ հանրությունը լսի դա։ Տարիներով տարածված սուտը մնացած, որ հակառակ կարծիք լինի, նույնը մնացած հարցերով փորձելու ենք այս այդ ուղղության մեջ արդյունավետ աշխատել մեր հանրությանը ցույց Չի տալ։ կաշկանդում են, որ նախկինում Փաշինյանը բազմաթիվ սպառնալիքներ է տեղացել ձեր հասցեին, գորգորում էր տեղը նստած համբալներ, ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանենք, ձեզ կլցնենք ԱԱԾ-ի պատվաներ, նման սպառնալիքներ հնչեցել։ Հիմա սա ձեզ չի կաշկանդում։ Անեկդոտը հիշում եք, որ ասում է ես եմ քշի։ Հիմա մեր դեպքում այնքան ենք սովորել ամեն ինչի, որ արդեն դժվար է մեզ ինչ որ, չգիտեմ ինչով սպառնալ։ Եվ 8 տարի է այս ռեժիմի մեջ ենք ապրում, այս անընդհատ հետապնդումների, հիմա էլի տարբեր տեղերից այսպես տեղեկություններ են գալիս, որ նոր կոնկրետ մեր հետ կապված է, նոր ինչ որ բան են ուզում սկսել, նոր ինչ որ բան նախաձեռնել։ Պատրաստ ենք, այո։ Պեկի նստուգումներից հետո ինչ որ բան հաջորդել։ Ինչ որ բան չկա, ենթադրում եմ հենց այդ կոնտեքստում կամ ուրիշ թեկուզ ասում եմ, որ 100%-անոց ամեն ինչ մաքուր ու բան է, բայց այդ պարտադիր պահանջ չի էլի իրենց դեպքում։ Եվ պարոն Քոչարյան, դուք արդյոք երկրորդ նախագահի հետ քննարկել եք այն տեղեկությունը կամ հայտարարությունը, որ իշխանության ներկայացուցիչներն են ասում, որ դպրոցի հատակը քանդել են, տեսել են, որ դուրս է եկել Դեմիրճյանի օգտին քվեաթերթիկները Ռոբերտ Քոչարյանի հետ մրցապայքարի ժամանակ, դա ակնկալից մի բան է, չհետաքրքրեց ձեզ։ Չեմ քննարկել, չգիտեմ, բայց մի հատ ինձ բան է հետաքրքիր, միգուցե զբացեմ, թե ինչ որ նկար բան կա, թե չէ։ Չէ։ Իսկ ինչի չկա։ Կա։ Չէ, դրա մասին խոսում չէ։ Չէ, ես էլի լսել եմ, մինչև դա էլ եմ Նիկոլ Փաշինյանն է բայց քարոզել։ նկար բան կա, թե չէ, ես չգիտեմ օրինակ։ Չեմ տեսել նկարել, այսինքն չգիտեմ Կասկածի իրականում։ տակ եք դնում դուք։ Ասում չեմ տեսել, ձեզ եմ հարցնում նախ նման նկար տեսանյութ ինչ որ կա թե չէ։ Երկրորդը, գիտեք, ոչ մեկ չի ասել այսքան ժամանակ, որ 98 թվի կամ 2003, էլ հետ չգնամ, էլի 96 թվի ընտրությունները համարվել են Հայաստանի ամենախայտառակ ընտրությունները։ Ոչ մեկ չի ասել, որ ամեն ինչ լավ ա եղել, ճիշտ ա եղել, այսպես։ Ուզում եմ ասեմ, ես չեմ բացառում, որ նման բան եղել է։ Շատ վատ է, որ եղել է։ Այստեղ ուղղակի դրանից խոսալ։ Հիմա մենք, տեսեք, մենք իրանց կոնկրետ ասում ենք, իրանք ընտրություններին ինչ են արել, ոնց են չարաշահել։ Իրանց այդ համերգների գումարները, զորահանդես կազմակերպելը 400 միլիոն դրամից ավել զորահանդես են կազմակերպել ու այդ նույն ընկերությունն է այդ պատվերը ստացել, ով որ իրանց ամբողջ նախընտրական այս քարոզարշավն արել ու 10 քարոզարշավի իրանց 10 այդ միտինգների ու դրա շուրջ համերգի դրոն շոուների համար 200 միլիոն դրամ ա տրվել։ Իսկ այն մի հատ Արագածի համար հրապարակի 400 միլիոն դրամից ավել գումար ա տրվել նույն ընկերությանը։ Ու բազմաթիվ այլ խախտումներ, որ արվել է, իրավապահ համակարգի այդ լկտի պահվածքը, հետապնդումները, մնացած բաների մասով, բարգավաճ ես վերջի բաները չխոսեմ։ Այսինքն մենք այս ամեն ինչ խոսում ենք, ինքը ասում է 98 թվին ինչ որ հատակից, չգիտեմ, ինչ քվեաթերթիկ ենք գտել։ Պարոն Քոչարյան, երկրորդ նախագահի հետ քննարկումներ